հայրենակիցներ, այսօր համայն հայության մայրաքաղաք մեր գեղեցիկ եւ մեր սիրելի Երևանի տոնն է։ Շնորհավորում եմ բոլորիս այս տոնի կապակցությամբ, քանի որ սա ոչ միայն մայրաքաղաքի բնակիչների, այլ համայն հայության տոնն է։ Եվ ինչպես եւ սպասելի էր, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շնորհավորեց երևանցիներին իրենց տոնի կապակցությամբ համապատասխան երաժշտության ֆոնին, ցույց տալով նաեւ սրտիկ։ Բայց ինձ համար որպես գյումրեցի շատ զարմանալի էր, որ նույն անձը ընդամենը մի քանի օր առաջ իր տոնը տոնող գյումրեցիներին արհամարեց, բացարձակ ոչ մի ձևաչափով չշնորհավորեց։ Տպավորություն էր, որ Հայաստանի երկրորդ քաղաքը Գյումրին, աղն ու հաց համարվող քաղաքը Գյումրին չկար Նիկոլի եւ նրա վարչակազմի անդամների համար։ Խնդիրը հետեւյալն է. ենթադրում եմ, որ կապիտուլյանտ Նիկոլը դժգոհ էր վերջին թիմ ընտրություններում գյումրեցիների, ուրեմն ընտրությունից այսպես ասած։ Գյումրիում քայլիստ դավաճանավող մակը ստացավ ընդամենը 37% ձայն եւ 63%-ը ստացան ընդդիմադիրները։ Պետք է նշեմ, որ վերջին թիմ ընտրությունների ժամանակ աննախադեպ քանակությամբ մարտիկ մասնակցեցին Գյումրիում ընտրություններին 47,000-ից ավելին։ Եվ խնդիրը նրանում է, որ եթե նույնիսկ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար այդ ընտրությունների արդյունքները անընդունելի էին, ինքը լինելով Հայաստանի վարչապետ պարտավոր է շնորհավորել մեր բոլորի տոնը, մեր գյումրեցիների տոնը, եւ թող գյումրեցիները, ովքեր ձայն էին տվել վերջին թիմ ընտրություններին Նիկոլ Անհողին, հասկանան, որ նույնիսկ իրենց ընտրությունը Նիկոլ Անհողը հարգեց, արհամարեց եւ անտեսեց։ Սա շատ վիրավորական էր անկեղծ ասած, եւ նշեմ, որ Հայաստանի ղեկավարը իրավունք չունի ինչ որ մեկին չընդունելով, օրինակ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին չընդունելով, նաեւ արհամարի գյումրեցիներին։ Վարդան Ղուկասյանը Գյումրին իր տնից չէր բերել։ Վարդան Ղուկասյանը ընդամենը Գյումրու քաղաքապետ էր, ինչպես նաեւ Նիկոլ Անհողը Հայաստանի իր տնից չի բերել։ Ինքը Հայաստանի վարչապետն է եւ ինքը տարական դաստիարակություն եւ պետական մտածելակերպ պետք է դրսեւորեր եւ շնորհավորեր մեր բոլոր գյումրեցիների տոնը եւս, ինչպես արեց երևանցիների պարագայում։ Բայց խնդիրը նրանում է, որ Նիկոլը արհամարեց գյումրեցիներին, իսկ գյումրեցին թող շատ լավ սա հիշի եւ հուսամ պատասխանի։